Ողջույն հարգելի հեռուստադիտող, Կենտրոն հեռուստաընկերության եթերում Էրգրի համը հաղորդաշարն է։ Այսօր քայլելու ենք ջավախքի եւ մուշի արմատների հետքերով։ Հարգելի հեռուստադիտող, այսօրվա իմ հյուրը Ալեքսանդր Բադոյանն է, հրուշակագործ եւ բլոգեր։ Իդեպ ասեմ, որ Վրաստանից է ժամանել։ Ողջույն Ալեքսանդր։ Ինչպե՞ս ես։ Լավ, դուք ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ եմ։ Ալեքսանդր, քեզ կարող եմ կրճատ Ալեքս ասել։ Այո։ Որտեղ կոմֆորտ մի քիչ։ Okay. Ալեքս ջան, նախ շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ Վրաստանից այդ փոթորկուն ճանապարհներով այստեղ հասնելու համար։ Իրականում շատ հետաքրքիր է, որ ես գտնում եմ բլոգերների, ովքեր որ ազգայինն են պահում, եւ այս հաղորդաշարը հենց դրա մասին է, հա, Էրգրի համը, որը քայլում է արմատների հետքերով։ Մենք այսօր քայլելու ենք ջավախքի ճանապարհով եւ այնտեղից գտնելու ենք մի շատ հետաքրքիր բաղադրատոմս, անվանումը դուք ասես, ինչ ենք պատրաստելու այսօր։ Նախ շնորհակալություն ձեզ, Վահե ջան, հրավերի համար, ես շատ հաճելի էր, որ այս հաղորդաշարին գտնվում եմ այս պահին։ Այսօր մենք պատրաստելու ենք իմ մանկությանս, ես ինչ հիշում եմ, տատին ինչ որ սարքում էր թոնրի հատակին, սարքելու ենք շաքար լոխում, գաթայի նման բան է, քաղցրավենիք է, եւ երկրորդը իմ մանկությանս հիշողություններից էլի պատրաստելու ենք ճմուր։ Ձեր արմատները որտեղից են։ Մեր արմատները մենք գաղթել ենք Էզրում նահանգի Խնուս գավառի Քյուլի գյուղից 1830 թվականին ռուս-թուրքական պատերազմից Ադրիանապոլսի պայմանագրից հետո այո եւ ես ծնունդով Նինոց Մինդայի շրջանի Հեշտիա գյուղից եմ։ Այնտեղ հիմնականում ոնց հասկացա Կարի ներզրումից եւ մուշից են տեղակայված։ Ես ուզում եմ հասկանալ, քո արմատների մի մասը մուշ է, մի մասը Կարին, հա, ճիշտ եմ հասկացել։ Ճիշտ է, այտենց է, որտեվ գյուղի մի մասը գաղթել է այդ նահանգից, մի մասը գաղթել, այսինքն այնտեղ տարբեր գյուղեր կան, որ հարևան գյուղեր կան, որ Սասունից են իրենք։ Ես կոնկրետ ճիշտ ստույգ չգիտեմ, որը որտեղից է, բայց մենք մեր դեպքի պատմության մեջ, հա, մեր ընդհանուրը այտենց է ներկայացված։ Ես այտենց եմ կարտացել, գիտեմ, որ Կարի նահանգի բան Էզրում, այսինքն Էզրումի ու Քյուլի գյուղից են, Խնուս գավառի Քյուլի գյուղից են։ Բարի, իրականում արմատները շատ հաճախ մեզ թելադրում են դրանցով ապրել եւ պահպանել, հետեւաբար քո բլոգերությունը հենց միտված է դրան, ազգային խոհանոցի հանրահռչակմանը, դրա բացահայտմանը եւ բաղադրիչների ցուցադրմանը, թե ինչպես են դրանք տեղի ունենում հենց կոնկրետ ձեր շրջանում եւ ինչպես ես դու լուսաբանում դրանք, որովհետեւ շատ հետաքրքիր յուրահատուկ այդ թոնրի բույրին կպած հաղորդաշարեր են կամ թողարկումներ, ինչպես կամ բլոգներ, ինչպես հայտնի ասել, որոնց նայում ես ուղղակի կշտանում ես եթերից։ Ես առաջարկում եմ բաղադրիչները թվարկել, հետո վերադասավորվել տեղերով եւ սկսենք նոր աշխատել։ Ուրեմն մեզ ինչ է անհրաժեշտ։ Մեզ անհրաժեշտ է դե գյուղի արտար եղք կսենք մենք։ Արտար յուղ է պետք, մի բաժակ, այսինքն մենք ունենք չափաբաժին կոնկրետ ոչ թե կշերկի բանով չափաբաժին ենք ասում։ Մենք ունենք բաժակ հատուկ դրա համար, չափե բաժակ։ Բոլոր կանայք տները կունլի հաստատ ոնց չլինի, հա։ Բոլոր կանայք տղամարդիկ էլ կողքից հաստատ լսել են այդ չափի բաժակ հասկացողությունը, դա 250 գրամանոց բաժակն է ստանդարտ գծիկներով։ Սովետական այդ սամագոնի բաժակներ ենք ասում մենք դրան։ Հա, ուրեմն տես մեկ բաժակ արտար յուղ հալված վիճակում իհարկե 6 հատ ձու նորից այդ բաժակով շաքարավազ բայց եթե իմ օրի եք ընկել ու ձու եք առել որի մեջ զույգ դեղնուց կա 12 հատ ուրեմն Պաստորեն այո այդտեղ 12 հատ կա Պաստորեն 6 հատ 10 այո 6 ձու ալուրը այնքան որ ինքը կպչուն շատ պլաստիրինի նման խմորի պես ու ձեռքով տափակեցնելու ենք, վրայում քսելու ենք հավկտի դեղնուցը, ծվի դեղնուցը ու պատարակաղով նախշելու ենք, հա, նախշելու ենք։ Այո։ Դե կարող եք քունջուտել ավելացնել։ Այդ ասումը, որտեվ սիրելի ստատիկ ես դրել էի, չուզեցավ նեղացնել, ասում եմ դե կարա քունջուտել ավելացնել, բայց որ սկզբից եկել էր, ասեց մենք քունջուտ չենք անում։ Սոդա։ Սոդա եւ սոդա իհարկե կավելացնենք։ Ես վանիլ եմ բերել այստեղ, կարծում եմ որ վանիլի ավելի համով կլինի։ Հա, հետաքրքիր բույր կհաղորդի այս ամենին։ Բարի ճաշակի դա։ Այո, բարի, ես առաջարկում եմ վերադասավորվել եւ իհարկե շարունակել պատրաստման գործընթացը։
Հարգելի հեռուստադիտող, մենք վերադարձանք եւ անցնում ենք բուն պատրաստման գործընթացին։ Իհարկե, մինչեւ մենք կպատրաստենք, Ալեքսի հետ մենք կզրուցենք իր մանկության համից։ Ալեքս ջան, ո՞րն է քո մանկության համը եւ ինչ բույր ես դու ամեն անգամ զգալիս հիշում տատիկի պատրաստածները եւ քո մանկությունը, որտեղ մանկության հիշողությունները հիմնականում կապվում են ամեն դեպքում բույրի հետ, հա, այդ ամեն բույրը դու տանում է դեպի մանկություն քեզ։ Նայ վայ ջան, այդ մանկության համերից ու բույրերից ես շատն եմ հիշում, կոնկրետ ես եմ հիշում, մենք շատ ենք սիրում նաև թոնդրահատակին պատրաստել, չնայած այս վերջերս իմ բլոգում նկարեցինք, ծավարով տոլմա ենք սարքում, շատ եմ սիրում նաև բազուկով և թանով ապուր ենք սարքում, էդ էլ է շատ էի սիրում, Դա կարակի քանի մասն այո, թանապուրը ուրիշ ձևի ենք հասկանում, բայց մենք պատրաստում էինք, երբ որ կարակը հալում էինք, այսինքն ման ենք ասում մենք դրան, այդ թթվասերը հարելուց հետո որ կարակ ստանում ենք, այնտեղ չէ ավելանում է ջուր, սառը ջուր ես լցում ծծումի մեջ, որ ինքը տալիս է իր ջուրը ու այսինքն շիճուկային հատվածն է դա։ Շիճուկային, չգիտեմ ինչքանով է դա շիճուկ, բայց որ ջուրը ավելացնում է սառը, որ ինքը հավաքի այդ կարակը, այդ ավելացած ջուրը մենք թան ենք ասում դրա մեր բառով։ Դուք խնոցի օգտագործում եք։ Այո։ Երբ եմ գալի ձեր գյուղ։ Ես էլ մի հատ լավ հավաքեմ իմ հին բաները, նմուշները, ինչ որ մնացած բանը, իմ խոհանոցը սարքեմ, հաստատ սաղին հրավիրել եմ։ Ես բոլորին բանը, քանի որ ձայնագրում ենք, տեսագրում ենք, բոլորին ինչ որ բաներ խոստանալ եմ տալիս։ Օրինակ Աբրահամը ինչ չիզքեյք է խոստացել, չեմ մոռացել Աբրահամ ջան։ Իսկ դու խոստացել ես, որ ձեր գյուղ եմ գնալու։ Ամեցի, վայ ջան, սիրով։ Մենք արդեն ձուն շաքարավազի հետ լավ արդեն հարել ենք, այստեղ պետք է ավելացնել, ես կավելացնեմ վանիլը։ Ավելացրա։ Որպեսզի նրբահամ լինի, չէ շաքարի հետ խառնված, այդպես հանգիստ լցնում եմ, էլի։ Հասկացանք, որ դուք հրուշակագործ եք, մենք էլ գիտենք դրանց մասին։ Հիմա այստեղ ավելացնում ենք յուղը։ Յուղը ավելացնենք, այո, հիմա։ Ամբողջությամբ ավելացնում ենք հալված յուղը։ Այո։ Բայց ոչինչ որ տաք էր մեր յուղը։ Ոչինչ, դա այնքան տաք չի որ ձուներն ձվածեղ մեջը։ Նորմալ է ինքը։ Վստահ ես։ Վստահ եմ։ Լավ։ Այսպեսի շատ մասսա մենք ստացանք։ Հիմա հետո ավելացնելու ենք իհարկե դրա վրա ասացիր սոդան եւ ալյուրին իրար հետ կխառնենք, հա։ Ուրեմն, քանի որ արդեն ունենք խփված տարբերակով յուղը, շաքարավազը եւ ձուն, ավելացնում ենք նաեւ սոդան։ Մեկ թեյ գտալ։ Մեկ թեյ գտալը մի քիչ շատ է։ Դե կարանք ավելացնենք, դա կախված, բայց ավելի լավ կլինի որ փխրեցուցիչ օգտագործեն։ Դա փխրեցուցիչ է իդեպ։ Իդեպ եթե փխրեցուցիչ է, ուրեմն կարանք շատ ավելացնենք, որովհետեւ սոդան շատ անես կարող է խմորդ բան եղնի, դառը լինի եւ դեղնանա։ Ուրեմն ալյուրի հետ պետք է խառնել, հետո դա ավելացնել իհարկե։ Որպես պրոֆեսիոնալ հրուշակագործ մենք այսպես բան ունենք, ոսկե կանոն։ Թաց մասսա իրար հետ ենք հավաքում, չոր մասերը, չոր բան ինգրեդիենտները, բաղադրիչները իրար հետ ենք անում։ Բաս ես ձեռքով կանեմ այս արդեն։ Արա, հա ջան։ Ուրեմն ես կխառնեմ։ Դու հավես ունես հրուշակագործության հետ։ Սա իմ մոտ հոբի է, սիրողական է, հա։ Բայց մոդել էր հոբի, հետո դառավ պրոֆեսիոնալ։ Հիմա անդրադառնանք, քանի որ դու նշեցիր, որ հոբի է եղել, հետո դարձել է որպես պրոֆեսիոնալ մասնագիտություն, անդրադառնանք ինչպես ընտրեցիր հրուշակագործի մասնագիտությունը։ Շատ այսենց 2020 թվականին եղավ այդ ամեն ինչը։ Դրանից առաջ այսպես քո նման սիրողական ձևով, երբ որ աշխատում եմ ես միջազգային կազմակերպության մեջ, բարեգործական կազմակերպության մեջ, այնտեղ մեկ-մեկ պատանից պատրաստում էի, տանում էի դե բանը աշխատողներին հյուրասիրում էի, էլի գոլեգաներիս, այնտեղ այտենց տնօրենը մի օր ասեց, որ ասենց բան կա, ուզում եմ որ չնայած նշեմ տնօրենիս անունը Անահիտը, մերսի շատ Անահիտ ջան, որ այսօր ես այս մասնագիտության մեջ ավելի պրոֆեսիոնալ խորացա։ Առաջարկեց, որ գնամ սովորեմ պրոֆեսիոնալ ավելի եւ միանգամից ընտրեցի հրուշակագործությունը։ Հա, միանգամից, քանի որ մտքներումս կար, որ այդ կազմակերպության միջոցով պատրաստում էինք բացել առաջին կաֆեն
սրճարանը, որը բան էր, ներառական սրճարան էր։ Հասկացա։ Մի քիչ կպատմեմ, ոչինչ։ Առաջին ներառական բանը սոցիալնի ինկլյուզիվնի կաֆե էր կոչվում ինքը, ներառական կաֆե, որտեղ սահմանափակ հնարավորություն ունեցող անձիկ, իդեպ Գյումրիում կա նմանատիպ, այդ հենց Գյումրիի կոնցեպտով ենք մենք պատրաստել, դա նույն կազմակերպությունն է։ Էլի եմ ավելացնում կներես ընդհատեմ։ Էլի պիտի լցնես, որտեղ ինքը խմորը պիտի լինի կպչուն խմոր։ Հա, հետո բացեցիք սրճարանը, Հետո բացեցինք սրճարանը, որտեղ ես եղա շեֆը, հրուշակագործ, այդ ամեն ինչը, պրոցեսը, անելը, խոհանոցը ստեղծել, այդ բոլոր այդ տեխնիկաները, սաղ ես կազմակերպեցինք, միասին արեցինք այդ ծրագիրը։ Հիմա կա այդ ծրագիրը, գործում է այդ ծրագիրը, բայց ես ղեկավարումը դու չես անում։ Ես այլևս չեմ անում, բայց որտեղ Վրաստանում։ Թիֆլիսում, հենց Թիֆլիսում, որտեղ դա շատ կարևոր է, խտրականությունը միշտ կա, գիտեք, չէ, ժամանապակ հնարավորություն մարդիկ միշտ բան են։ Որը որ պետք է չլինի։ Հա, որը հավասար պետք է լինենք բոլորս։ Միանշանակ։ Հիմա ես այստեղ ալյուրը խառնեմ, ամբողջովին տեսնենք ուր է հասնում խմորը, հա։ Հարգելի հեռուստադիտող, մեր խմորը արդեն այն պնդությանը, որ անհրաժեշտ է, մոտավորապես այսպես ձեռքերին չկպչող էլաստիկ խմոր ենք ստացել։ Այստեղ Ալեքսը արդեն խաչը դրեց։ Տատինը տենց էր անում, որ խմորն է հացը խաչ բանաձևի, այո, սրբության պահապան գաղափարն է այստեղ դրված։ Հիմա արդեն կարող ենք տապակի մեջ տարածել։ Տապակի մեջ կտարածենք հիմա, սիրուն, վայջան։ Մի մասը կդնենք։ Ինձ թվում է, քանի որ ինքը շատ է, իրենից առանձնացնենք մի փոքր հատված, հետո դնենք, տեսնենք ինչքան է տեղավորվում, որտեղ ամեն դեպքում ձու եւ սոդա կա մեջը, որը բարձրանալու, այսպես ասած, հակում է առաջացնելու։ Ոչինչ, ինքը որ բարձր լինի, հոգ չի, բայց էսի շատ է, չէ, այսքանը բավական է ինձ թվում է, չէ։ Տապակի համար շատ նորմ բան է։ Մի քիչ էս հարթացնենք, սիրուն։ Հա, այսպես նստացնում ենք այս ձիթայող ոչինչ պետք չէ քսել, որտեղ այստեղ այնքան յուղ կա, որ ինքն իրենով բավական է արդեն տապակի մեջ ուրեմն ստանալու համար, այսպես հարթեցնում ենք, ուրեմն վրան ինչ ենք ավելացնում։ Վրան ավելացնում ենք ձվի դեղնուցկը, սիրուն ձեռքով կանենք։ Կխնդրեմ ձեռքով անեմ։ Չէ, հա, պետք չի, որտեղ ձեռնոց կա ձեռքով։ Ավանդական եղանակով ենք անում այստեղ։ Այո, որտեղ ահա այդ են սիրուն կքսենք վարվռուն կսենք մենք մեր բարբռով վարվռուն երեսեղնի էլի ու այսպես բանը չուգունե բան ունենք տապակ ունենք որ իջացնում ենք թոնրի հատակ իսկ թոնրի հատակին ինչքան է եփվում մոտավորապես գիտես ինչ այտենց կոնկրետ ժամանակ չենք պայում այն ժամանակ հենց նայում ենք որ ինքը կարմրած է հանում ենք ստուգում ենք բանով լուցկու բանով ենք հա բավական է չէ Ալեքս բավական է նորմալ է Հիմա մի հատ նախշեր էլ կանենք սիրուն պատարակաղով Հարգելի հեռուստադիտող, մենք արդեն մեր թխվածքը տեղափոխել ենք ջեռոց, որպեսզի եփվի, մինչ նա կեփվի, մենք ընթացքում երկրորդ ճաշատեսակը կպատրաստենք, շատ հետաքրքիր, որը բնորոշ է գրեթե հայկական լեռնաշխարհի բոլոր գյուղերին, որտեղ տաք հաց էին թխում, բոքոն, իհարկե մեր բոքոնը մի քիչ ժամանակակից մոտեցմամբ է, սերմերով է պատրաստված, իհարկե մեր ազգային խոհանոցում եւս սերմերով հացեր կան, բայց Այստեղ մի քիչ ժամանակակից է ներկայացված։ Մենք ինչ ենք անում։ Կտրում ենք ձեռքով ամանի մեջ, տատիկը թոնրից հանում էր բոքոնը, տակ-տակ եւ ավելացնում էր հետո վրան հալեցված յուղ կամ կարող էր կարակով ճմռել։ Բայց դա ոչ ամեն օր էին, ամեն վառելուց այն վաղ, երբ որ հաց են թխում։ Յուղ էին հալում։ Օրինակ իմ տատիկը այդպես չէր անում։ Մեր տունը միշտ մեր տուն դե անում են սեզոնին, որ ձմռան պաշար էին տեսնում, իրենք այդ վաղտը հաճախ էին անում յուղը, ամեն թոնիր վառելուց, յուղ հալելուց տենց արկում էին ճմուր։ Այս ձեռքով մի հատ կբան կանենք։ Հա, ձեռքով պետք է մանրել լցնել ամանի մեջ։ Փոքրիկ կտորներ ենք անելու։ Այսինքն պատառների ձևով է սա ստացվում։ Ու հետո յուղը ավելացնում ենք աղի հետ միասին հացի վրա։ Մի փոքր շաղախում ենք եւ անմահական ճմուրը կամ ինչպես ասունցիներն էին հաճախ նաեւ մի բառով ասում շելքին պատրաստ է։ Այնպես որ մենք յուղը կավելացնենք, կշաղախենք եւ կվերադառնանք արդեն թխվածքի հետ միասին ճաշակելու։ Հարգելի հեռուստադիտող, մենք վերադարձանք արդեն, պատրաստ է մեր շաքար լոխումը եւ այստեղ ճմուրը իհարկե։ Մենք հասցրել ենք ճմուրից այսպես գողանալ, կերել ենք։ Անմահական է։
Ես առաջարկում եմ կտրել, տես ինչ լավ է կարմրել։ Վարվարերն ու մենք ասենք վարվարում մեր բարբարով։ Իսկ դա ձվի դեղնուցի պատճառով է, այո, որ այդպես է լինում։ Հիմա այսպես հանեմ կտորով եւ իհարկե փորձենք։ Լրիվ ոֆա։ Ճիշտ է, թոնրի հատակից պատրաստածին չի հասնում, Համին չի հասնի, այո, բայց ես առաջարկում եմ փորձել մի հատ։ Այո։ Կփորձենք հիմա։ Նոր գովել էլի։ Անմահական եմ, բայց մի հետաքրքիր շեշտադրում անեմ, որ շաքար լոխումը միայն սառելու դեպքում է իր ամբողջական քաղցրությունը փոխանցում եւ դառնում փխրուն։ Հետեւաբար հիմա շատ լավն է, բայց սառչելուց հետո անմահական է դառնալու։ Ես շնորհակալ եմ քեզ հյուրընկալվելու եւ առավել քան եւս Վրաստանի այդ ճանապարհն անցնելու եւ հայրենիք վերադառնալու համար։ Սիրով, ես եմ շատ շնորհակալ ձեզ, Վահե ջան, հրավերքի համար։ Այո, պահենք, պահպանենք մերը, փոխանցենք սերնդեսերունդ, որ մենք որպես հայ ունենք աշխարհին, այսինքն ասում ենք, ու պետք է շարունակենք ասել, որ մենք ունենք շատ հարուստ հզոր մշակույթ, ավանդույթներ, ուտեստներ։ Բարի, շնորհակալ եմ։ Այսօր ազգային խոհանոցից պատրաստեցինք շաքար լոխում եւ իհարկե մուշի շրջանի ճմուր տարբերակը, որը աննկարագրելիորեն համեղ էր։ Դե ինչ, կհանդիպենք հաջորդ եթերին։ Ձեզ հետ էր Վահե Սեման։ Հացն ու գինին տեր կենթանին։